գնացել է ծխի համբեր։ Սուրը ոչ մի բան պետք չի։ Այդ վիժվածներին, այդ անցագործներին ոչ մի բան ասել պետք չի։ Նրանք ուղղակի թելադրանք են կատարում։ Նրանք թելադրանք են կատարում։ Հերի շենք ես Կոստանյանը, որ եկավ դեպքի վար հայտարարեց, կասրաշ չկա, որ դեպքի վայրը կեղծած է։ Մակրավիտներին ուղղակի գնացում ակնացած։ Քանի դեռ դատավորը չի արտադրեցին ամ իրավունք նկատի խառնվեք։ Առաջ տարեք, որտեղ այդ առաջադրանքը ունեք։ Գեղարքունիքի մարզի առաջի արձանի դատարանը արդարացրել է Մեղադրյաններին հակասություն չլինելու պատճառով։ Գործը հետ է շպրտել դատախազության երեսին, խնչական մարմինների երեսին, 366 հոդվածով, այլ անձի նկատմամբ այլ քննություն արել։ Տական քննիչները, խնչական մարմինները շարունակում են նույն վարկածով քննություն անցկացնել։ Իմ երեխայի վրա մարմնական վնասվածքներ, որ դատաբժիշկ Վիգեն Ադամյանը հանրահայտ Մարտիմեկյան դատաբժիշկը չի նկարագրել։ Ես 14 լուսանկարներ քննիչի որոշմամբ ուղարկել եմ փորձագիտական կենտրոն։ Պարզվել է, որ այդ նկարները մոնտաժված չեն եւ այդ վնասվածքները, որոնք կան իմ երեխու վրա, իրականություն է։ Նկարները մոնտաժված չեն։ 5 տարվա ընթացքում սրա նման քննիչը, որը աշխատելու իրավունք չունի, այսօր դրել են Պաշտպանության նախարարության վարչության պետի տեղակալ։ Հայտարարում է, որ կարիք չկար, որ ես այդ նկարներով, հիմա նկարներով քննություն չեն անում։ Ու քննություն չեմ իրականացնել այդ նկարների պահով։ Հայտարարում է 5 տարի քննություն անցկացնելուց հետո, որ գործում կար մի շարք հակասություններ, որ 99%-ից ավել, երևի մի տոկոսը գործի դեպքի վայրից սկսած մնացած իրեղեն ապացույցներով։ Կարելի է համարել 100% գործը հանցագործ ձևով է քննություն իրականացրել։ Սխալ քննությունը մինչև 2007 թվականից մինչև 16 թվականը դու սխալ քննություն անես։ Ու դրանից հետո գործը կարծես շփոթես երեսից, ասես կորել է հանցագործության գործիքը, այսինքն այն ռադիոռելային կայանը, որտեղից իբր հոսանք է դուրս եկել, անտենա գնացել, տնոսը պահող տպել է իմ երեխեն ու էլեկտրահարվել, այդ հանցագործության գործիքը կորել է։ Ինչ է նշանակում։ Հա որ հանցագործության գործիքը կորել է, չի բացահայտվել Օհանջանյանի մահվան պատճառը, չի բացահայտվել դեպքի վայրը։ 2011 թվականին մայիսի 26-ին Գևորգ Կոստանյանը իմ հետ միասին, բոլորի հետ միասին, բոլոր քննչական մարմինների հետ միասին 30-40 հոգով գնացել եք ընդեր փորձարարություն անելու, որ արդյոք այդ դեպքի վայրում իմ տղան կստանար այդ վնասվածքները։ Նա հայտարարեց, որ կասկած չկա, որ դեպքի վայրը կեղծված է։ Դրանից հետո էլ այս վիժվածքները ինչ քննություն են անում։ 4 տարի հետո կասերնում շպրտում են էս են մեր արդարադատությունը էս է։ Երեխու շորերու ճղված արգրավել ես։ Այ հիմա գործվի դատավորը այդ եզրակացությունը բացրած չկարդա։ Առաջի հատորում երեխու շորերը ճղված արգրավում են, երկրորդ հատորում նոր շոր ուղարկում են փորձագնության, 5-րդ հատորում հայտնվում է, որ ասում են մեր երեխի շորերը դա չի, 5-րդ հատորում հայտնվում է ճղված շորը ու ճղված շորով, որ թևի շևրոն փոքված գրպանը դրած 19.6 սանտիմետր երկարությամբ պատառոտված գրպանը ոչակները փոքված, գրպանը փոքված, այդ վիճակում երեխեն էլեկտրահարվել է։ Եթե Հայաստանի Հանրապետությունում գործում ունի մի մարմին, որ կարա ասի հոսանք
Հարգելի լրագրողներ։ Նշում հավաքված չի, որ ընդհանրապես նարմալ ասես բավարարությունը ես նկատակարմա չեմ լրագրողում կարեմ Այդ որոշումները կարող Ես ցանկանում եմ, որպեսզի լրագրողները նկարեն և ցույց տան մեր 8.5 տարվա կատարած մեր դատականների քննիչների աշխատանքը, ինչ է կատարվում իրենց մոտ, ես խնդրում եմ, որպեսզի թույլատրեք, որպեսզի նկարանան։ Թե ինչով են զբաղվում դրանք, գործը տողատ ուրիշ բաներով են զբաղվում։ Mexican Association. Ազատություն ռադիոկայան Լրագիր եմ։ քննարկելով հարգելի լրագրողների միջնորդությունը, լսելով կողմերի դիրքորոշումը եւ նկատի ունենալով, որ քրեական գործի բանիթը դեռ հասեցված է նախաքննությունը ամփոփված չէ եւ ելնելով քրեական գործի օբյեկտիվության բազմակողմանության շահերից դատարանը որոշում է մերժել միջնորդությունը։ Կարող եք նախնական մասը տեսագրել, սակայն ձեր հրավարակումներին զգուշ լինել, քանի որ նախաքննությունը դեռ ավարտված չէ։ Հարգելի դատական, նախաքննությունը երբեք չի ավարտվել։ Հարգելի Օհանջյան, Ես խնդրում եմ, որպեսզի նկատեմ ունենք Ղարաչյանի դատավիճի, որը հրավարակվելը ամբողջ հանրային հանրային տեղերում դիտարկվեց։ Հարգելի Օհանջյան, դատարան արդեն որոշումը կայացրեց եւ նախնական մասը կապել։ Դատարանը նույնպես կատարում են մեր իշխանությունների պահանջը, ինչպես իշխանությունը ցանկանում է պես իրեն կատարում։ Ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Եվ խոսում ենք քննիչին, պահանջելով հաստատները ներկայացրել եք։ Շարունակում նկարանալու դատարան։ Ճիշտ ասած, ինձ համար բարձ չեղավ որոշումը դատարանի ինչ է որ բանը շարունակվելու նկարանում։ Նախնական մասը հրաժարություն տրվեց հունիսի նկարանում։ Նախնական մասը ասած շատ լայն մասնակցության իմանալուց Արդեն կդադարեցվի նկարանում։ Իսկ վճիռը կարող ենք ստանալ։ Հրապարակումը կարող է Հարգելի դատարան Մեզ յութերն չեն ճանաչել, դուք խորտակնացին, մենք ոչինչ տեղյակ չենք, ոչինչ տեղյակ չենք, ինչ են անում, ինչ են արել, ոնց են դատում մեր պահանը, այս երիտասարդները, հանրապետության միշտ նախագահ միած շարք հարատալի ցանկացած գործողություն կատարի դատի լինում։ Այսինքն ձեզ դրեց եք պետք, հա, բայց դեռ ձեր քաղաքականության երեսին, որ դուք եք իրականում, դուք մայր ողջելու իրական չունեք։ Եվ դուք համարում եք Մորդ եմ անելու, մորդ։ ասում խորտակցական, ինչը քննություն արեցեք, որ խորտակցական սենյակում Այարում նահողն է։ Ուր փախավ են բիժվածքը։ Հարավեր, խորտակցական սենյակը գնացել, որ որոշում կայացնի։ Ինչ փաստաթուղթ հրապարակեցիր, եթե Վիգեն Ադամյանին ուղարկվելա դեպքի վայրից կտրած տրոսը, ամսի 4-ի, գնել Մանուկյան փորձարարությունը կատարել, ամսի 7-ին, եթե դեպքի վայրից տրոսը կտրել, ամսի 4-ին, դեպքի վայրում ամսի 7-ին, ինչ փորձարարությունը կատարել ու հայտարարել, որ հոսրատ կա դեպքի վայրում։ Այ վերադրող դատախազ, ուր փախավ քո, ուր փախավ, ինչ, ես շատ լավ գիտեմ,
Բայց ճիշտ է ասում եմ, բայց Շնորհակալ եմ։